Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ, ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրսբերում, վերամշակում եւ արդյունահանում, ինչի արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս։ Սուգողական գործողությունների արդյունքում քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ավազի կուտակումներ, ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված կամազ եւ 2 էքսկավատոր։ Բեռնատարի եւ էքսկավատորների վարորդները ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 47, շամրակապված վարելու 573, առանց մանկական նստատեղի քարսիթի 16, վարելու ընթացքում ծխելու 499, վարելի սեռախոսից օգտվելու 319, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 570 եւ 2172 այլ իրավախախտում, 141 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 163-ը տեխնիկական զննություն չանցած, 56-ը լուսարձակների անսարքությամբ, 117-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 116-ը առանց զմեռային անվադողերի, 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14065 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 306, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 92, շամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելու ընթացքում ծխելու 559, վարելի սեռախոսից օգտվելու 700, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 213, արագության գերազանցման 1884 եւ 4280 այլ իրավախախտում, 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 783-ը տեխնիկական զննություն չանցած, 630-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 14 բեռնատար, 152-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 433-ը առանց զմեռային անվադողերի, 8 վարորդ ուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է
Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։